Խցանումների պատճառը ձեզ ի՞նչն է։ Այդ բանը Կիևյան մոստի փակումը։ Ճիշտ ժամանակ են գտել քանդելու։ Իհարկե ոչ։ Ինչու՞, ինչ պետք է արվեր ձեզ։ Իսկ թվում է մի կողմը բաց մնար, գոնե մի կողմը փակվեր, հետո սենց ամբողջ քաղաքը կապված է հարեն արել։ Իսկ այլ ընտրանքային ճանապարհներ կան։ Կան, բայց բոլորը խցանված են։ Խցանումների մեջ շատ է ծննում։ Հրազդան մարզադաշտից դեպի Հաղթանակի կամուրջ իջնող հատվածը օրվա գրեթե բոլոր ժամերին խցանված է, բայց երբ օրերս հիմնանորոգման համար փակվեց Կիևյան կամուրջը, վարորդների պնդմամբ կենտրոնին կապող ճանապարհները կաթվածահար եղան։ Իսկ այլ ընտրանքային ճանապարհներ կան։ Չէ, դե քաղաքը կիսում է Կա ուրիշ շրջանցող ճանապարհներ։ Մենակ էսա։ Արդեն 6 օր փակ կամուրջը ոչ միայն ավելացրել է երթևեկության ժամանակն ու ծախսը, այլև վարորդների խոսքով բացահայտել, որ շրջանցիկ ճանապարհային ցանցը պատրաստ չէր նման ծավալի տրանսպորտային հոսքեր ընդունելուն։ Մայրաքաղաքի փողոցներում չավարտվող շինարարությունն էլ ավելի է ծանրաբեռնել տեղից կեր ծանրաբեռնված երթևեկությունը։ Կեսօրին մենք եւս Երևանի տարբեր խցանումների մեջ հայտնվեցինք ու թեև ցերեկային խցանումները անհամեմատելի են վաղ առավոտյան եւ 6-ից հետո քաղաքում տիրող իրավիճակի հետ, այդուհանդերձ անգամ կեսօրվա 30+ տապին մեքենաների շարասյունը այնքան մեծ ու անվերջանալի էր թվում, որ հենց խցանման մեջ զրույցի բռնվեցինք վարորդների հետ։ Գոնե կեսը ավարտեին նորենի փակեին, այնի որ փակել են հիմա ավելի ահավոր է։ Ահավոր բան Հոյակապա, արխային գնա, կառուցումը, պետությունը կառուցումը չի կարելի խանգարած։ Թողեք կառուցել, ինչ անեք, սովածել ենք մնացել։ Կիևյան կամուրջի փակվելը ազդել է այս դեպքում։ Դե բա իհարկե։ Ինչու՞, ինչ պիտի անել քաղաքապետարանը, որ չի արել։ Դե նախապես դի սարքեին, բայց դե հիմա անում են, թողենք փլվի։ Չէ, դրան ճանապարհները այլ ընտրանքային նորմալ են։ Չէ, Պրոստը սաղ իրար հետ են անում, այդ է խնդիրը, գոնե մեկը վերջացնեն, մյուսը նոր անեն։ Եթե դու տունը ունես երկու սանհանգույց ու ապրում ես այդ տունը ու վերանորոգում ես սկսում, բնականաբար դու մի երկու սանհանգույցը իրար հետ չես վերանորոգի, որտեվ պետք է սանհանգույցը։ Իսկ այստեղ ասում եմ, ոչ մի հաշվարկ չի արվես, ասում եմ երկու սանհանգույցը քաղաքապետարանը միանգամից սկսել է վերանորոգել ու մարդկանց կոլապսի մեջ է գցել։ Facebook-յան «Մի արեք այսպես» վարորդների խմբում AI-ով գեներացված նկարով ու այս պատկերավոր համեմատությամբ իրավիճակը ներկայացրել է Լևոն Հարությունյանը։ Սոցիալական այս հարթակում թեման եւս թեժ քննարկվում է, քննադատության պակաս չկա քաղաքապետարանի հասցեին։ Անցած դարի 50-ականներին կառուցված կամուրջը իհարկե պետք է վերանորոգվի, փողոցները եւս, բայց բանալի հարցն է՝ ինչպես։ Մինչև Կիևյանի նման կամուրջը փակելը պիտի հաշվարկ անեին, թե այդ ամբողջ հոսքը մեքենաների որ փողոցների վրա պիտի ընկնի, արդյոք պատրաստ են այդ փողոցները, ինչ կլինի, այդ տիպի շատ հարցեր կա, որ կախվածությունը կախված Կիևյան կամրջից պիտի այդ ամեն ինչը հաշվի առնվեր, բայց իմ կարծիքով առհասարակ չի հաշվի առնվել, որտեվ տեսեք Երևանը ոնց է, մի հատ փողոց փակվում է, ամբողջ Երևանը ծանրաբեռնվում է, առանցեն է ինքը ծանրաբեռնված է, չէ։ Ստացվում է, որ պետք է կակ մինիմում այն առաջնային շրջանցիկ փողոցները գոնե վերանորոգեին։ Իսկ մենք ունենք հիմա Պռոշյան, որը որ կիսաքանդ է, մենք ունենք ուրեմն այս Ձորի ճանապարհը, որը էլի կիսաքանդ է, այնտեղ մի հատ տեղ կա, որ ընդամենը մի ուղղությամբ է կարողանում մեքենան գնա գա։ Այսինքն առհասարակ մենեջմենտի տեսակետից ոչ մի հաշվարկ իմ կարծիքով չի արվել։ Երևանի քաղաքապետն էլ թերևս այս խցանումներից անմասն չի մնացել։ Այսօր գործակարգավարական նիստում ընդունեց, որքանով էլ այս աշխատանքները կարևոր են հատկապես անվտանգության տեսանկյունից, այնուամենայնիվ բազմաթիվ խնդիրներ են ստեղծվում խցանումների հետ կապված։ Տեմպը բավականին լավն է, ոնց հասկանում եմ, կարևորը պահպանելն է եւ մեր նշած ժամկետներում ավարտելը։ Չէ, իրատեսական չի, որովհետև կամուրջը եթե ոչ թե վերանորոգում են այս ասֆալտը, այլ հիմքերն են վերանորոգում, դա բավականին ծավալուն աշխատանք է։ Քաղաքապետարանի ժամանակացույցով Կիևյան կամուրջը պետք է բացվի օգոստոսի 29-ին։ Ու թեև Տիգրան Ավինյանը գոհ է աշխատանքային տեմպից, բայց այսօր ցերեկը վերևից մեր նկարահանման ժամանակ պատկերը մեղմ ասած աշխատանքային թեժ եռուզեռի մասին չէր։